Բարև ձեզ, Վանաձայնի եթերում Հայաց Երևանից հաղորդաշարն է, ես Վահագն Զաքարյանն եմ։ Բարեկամներ, այսօր իմ զրուցակիցն է դաշնակահար Արմեն Պուչինյանը եւ մենք պետք է անդրադառնանք ինչպես Արմենի առաջիկա համերգին, այնպես էլ նրա ընտանեկան երաժշտական գործունեությանը։ Բարի օր, Արմեն, ուրախ եմ, որ մենք հնարավորություն ունենք Վանաձայնի եթերում մեր հայրենակիցներին ներկայացնելու ինչպես ձեր գործունեությունը, այնպես էլ այն համերգը, որի մասին քիչ առաջ նշեցի։ Սակայն մինչ համերգին անդրադառնալը ինչպես երաժշտական ուղին ընտրվեց։ Ի վերջո մեր այսքան շատ փոփոխությունների դարում, երբ առավել այլ հետաքրքրություններ են նաև ի հայտ գալիս, որոնք առավել շահութաբեր են, առավել այլ հետաքրքրությունների, նոր գաղափարների, այնուամենայնիվ երաժշտությանը հետևելը, երաժշտության ասպարեզ ընտրելը, սա արդեն որոշակիորեն նաև հերոսություն է։ Այո, նախ առաջին հերթին ուզում եմ ձեզ մեծ շնորհակալություն հայտնել հրավերի համար, իսկ ինչը վերաբերում է երաժշտությանը, ասեմ, որ ես փոքր ժամանակվանից անսահման սիրել եմ երաժշտությունը, որովհետև իմ բոլոր ընտանիքի անդամները երաժիշտ են, մայրս ֆլեյտահարուհի է, հայրս շեփորահար, իսկ քույրս ներկայիս ջութակահար է, ինչպես ստացվեց փոքր ժամանակ երբ բոլոր գործիքները տանում բոլոր այո մի փոքր նվագախումբ ունենք տանը փորձել եք երբևէ միասին այո ոնց 4 գործիք տանը ոնց ինչ-որ մի բան չփորձենք որ մի բան նվագենք իրար հետ չէ դա ուղղակի հաճույք է մեծ որովհետև երբ բոլորդ եք երաժշտության մեջ դուք հասկանում եք միմյանց շատ արագ առանց նաև խոսքերի մեկ լինումա, որ մենք խոսում ենք երաժշտությունով, իսկ քննադատական մոտեցումը այդ դեպքում, առավելում մոտ է գերակայում, դա երբ որ ես փոքր էի, դա մայրիկիս մոտ էր, երբ որ մայրիկս էր ինձ հետ պարապում փոքր ժամանակ, որովհետև տարիների փորձը կա, ու մենք հիշում եմ փոքր ժամանակ նստում էինք գործիքի առջև, նստում էինք ժամերով, աշխատում էինք, սովորացնում էր ինձ ամեն ինչ, ինչպես նվագել, խոսում էինք ավելի շատ երաժշտության մասին, քան թե տեխնիկայի մասին, որովհետև տեխնիկան կարող ես ձեռք բերել նաև հասուն տարիքում, իսկ երաժշտությունը դա այն մասնիկն է, որով դու խոսում ես հանդիսատեսի հետ։ Իսկ դա երաժշտության մեջ շատ կարևոր է, որ դու կարողանաս խոսել հանդիսատեսի հետ, փոխանցես այն զգացմունքները, ինչը որ դու ես զգում, ինչը որ կոմպոզիտորն է զգում, ու փոխանցես այդ ամենը հանդիսատեսին։ Արմեն, առաջին անգամ դաշնամուրի առաջ երբ հայտնվեցիք։ Դա մի շատ հրաշալի պատմություն է, որովհետև երբ որ ես 1 տարեկան էի առաջին անգամ, հայրիկս բերեց իր գործիքը իմ շրթունքների մոտ եւ ես ձայն արտաբերեցի շեփորից առաջին անգամ 1 տարեկանում պլանավորվեց, որ պետք է դառնամ շեփորահար իրականում, բայց քանի որ շեփորը դժվար գործիք է սկսելու համար 6 տարեկանում, որոշեցինք, որ 4 տարի պետք է հաճախեմ դաշնամուրի, հետո գործիքս կփոխեմ արդեն շեփորի, 4 տարի հետո, երբ որ ես 6 տարեկանում սկսեցի արդեն գնալ դաշնամուրի, 4 տարի հետո, եթե չեմ սխալվում, 10 տարեկանում էի, բայց դեռ 9 է, եթե չեմ սխալվում, 9 տարեկան էի, այո, 9 տարեկանում մասնակցեցի առաջին հանրապետական մրցույթից, Առնո Բաբաջանյանի անվան, 9-րդ հանրապետական մրցույթն էր դա, եւ արժանացա Էդուարդ Միրզոյանի անվան հատուկ մրցանակի, նաեւ ասեմ, որ ունեմ Էդուարդ Միրզոյանի ռադիոսարքը տանես, որովհետեւ նվիրեց ինձ եւ այդ ժամանակ մրցույթի ընթացքում ունեմ մի շատ գեղեցիկ նկար Էդուարդ Միրզոյանի հետ ու այդ տարիներից հետո ինձ նկատեց ժյուրիներից Արմեն Բաբախանյանը, մեր շատ տաղանդավոր եւ շատ լավ մարդ, երաժիշտ, դաշնակահար, նկատեց ինքը ու ասեց ուզում եմ ես քեզ լսեմ, ուզում եմ մենք որ անպայման գնանք ուրիշ մրցույթի ու ես կուզեմ քեզ տեսնեմ ուրիշ մրցույթում, տեսնեմ ինչ կանես։ Ու այդ օրվանից ամեն ինչ փոխվեց ուղղակի 180 աստիճան, ոչ մի շեփոր, բոլորը արգելեցին, բոլոր դասատուներս դեմ էին շեփորին ու ասեցին, որ պետք է դառնամ դաշնակահար ու ես անսահման էի սիրում դաշնամուրը, անսահման սիրում էի երաժշտությունը, անսահման սիրում էի այն աշխատանքը, որը տանում էի, գործիքի հետ ու սկսեց ուղղակի ամեն ինչ սկսեց այդ տարիքից
սերը դեպի գործիքը, սերը դեպի այն ամեն ինչը որ ես եմ անում։ Եվ արդեն բարձրագույն մասնագիտական կրթություն, որն այսօր շարունակում եք նաև Հայաստանից դուրս։ Այո, ներկայիս ապրում եմ Դանիայում եւ սովորում եմ Դանիայում աշխարհահռչակ դաշնակահար Մարիաննա Շիրինյանի դասարանում, որի համար շատ շնորհակալ եմ բոլորին, որովհետեւ այդ ճանապարհը շատ դժվար էր հասնել այնտեղ։ Շնորհակալ եմ Դանիայի այն մարդկանց, ովքեր հովանավորեցին ինձ, որ ես հասնեմ Դանիա, ու դա իմ երազանքն էր ուղղակի։ Ու բայց այդ ամեն ինչն սկսեց Սևակ Ավենեսյանի շնորհիվ, ով որ Կապան միջազգային փառատոնի տնօրենն է, այդտեղից սկսեց այդ ամենը, երբ որ մասնակցեցիք այդ փառատոնին։ Այո, մասնակցեցի այդ փառատոնին առաջին անգամ, ծանոթացա Մարիաննա Շիրինյանի հետ ու մի անգամից դարավ նպատակ, որ պետք է սովորեմ իր մոտ ու տարիներ հետո Հավատարմությունը Կապան փառատոնին կարծես շարունակվում է, որովհետև վերջերս դարձյալ մասնակցում էիք։ Այո, 4 տարի հետաքրքիր փառատոն է եւ իսկապես անուններ է բացահայտում տաղանդավոր։ Շատ անուններ է բացահայտում, շատ հրաշալի փառատոն է, շատ հրաշալի տնօրեն ունենք, ով որ նաեւ իմ մեծ տարիքով ընկերն է, որի համար իրոք ես նրան շնորհակալ եմ, եթե չլիներ Կապան փառատոնը, ես կարող եի Երևանում սովորեի դեռ։ Եվ հրաշալի դահլիճ ունեն նաև Կապանում, որը իսկապես տրամադրող է։ Այո, դահլիճի մասին խոսք չեմ կարող նաև ասել, որովհետև այդպիսի դահլիճ, ինչպիսին Կապանի դահլիճն է, ու հանդիսատեսը ասեմ ձեզ, որովհետև այս 4 տարիների ընթացքում հանդիսատեսը այնքան բանում է փոխվել, այնքան այդ կուլտուրան ստացել է դահլիճում նստելու, թե հեռախոսի ձայներն են անջատում, թե միջև վերջ համերգը լսում են, թե ոչ մեկ չի խանգարում համերգին, ուղղակի լսում են։ Հրաշալի է։ Ու վայելում են իրոք։ Արմեն, մենք էլ այս պահին պետք է վայելենք ձեր կատարումներից մեկը, որից հետո կշարունակենք զրույցը, բարեկամներ հիշեցնեմ, որ Վանաձայնի եթերում այսօր իմ զրուցակիցն է դաշնակահար Արմեն Պուչինյանը, խոսեցինք Արմենի ստեղծագործական ընթացքի մասին եւ այս պահին պետք է լսենք, դիտենք կատարումներից մեկը։ Խնդրեմ։
Բարեկամներ, շարունակվում է Հայաց Երևանից հաղորդաշարը Վանաձայնի եթերում։ Հիշեցնեմ, որ իմ զրուցակիցն այսօր դաշնակահար Արմեն Պուչինյանն է, լսեցինք Արմենի կատարումներից մեկը, ինչպես նաև դիտեցինք, եւ շարունակելով զրույցը պետք է անդրադառնանք նաև համերգային գործունեությանը։ Երբ առիթ է լինում, Հայաստանում եք լինում, բնականաբար նաև տարբեր միջոցառումներ, տարբեր ձեռնարկներ, համերգային գործունեություն ամեն դեպքում պետք է իրականացնել, ինչն էլ անում եք։ Մասնակցեցիք Կապան փառատոնին, Կապանից առաջ էլ մասնակցեցի մրցույթի AGBU մրցույթին, ստացա Grand Prize մրցանակը։ Շնորհավորում եմ հրաշալի։ Շնորհակալ եմ։ Այդ ամբողջը արձակուրդային ժամանակահատվածում։ Արձակուրդային։ Եվ առաջիկայում պետք է լինի համերգ գրական եւ արվեստի թանգարանում Արսեն Զաքարյանի հետ։ Շատ լավ ընկեր, այո։ Ինչ եք ներկայացնելու։ Գիտեք ինչ, ուղղակի զանգեցի Արսենին մեր, ասեցի Արսեն գալիս եմ, ուզում եմ մի բան անենք, մի հատ համերգ իրար հետ, որովհետև կարոտել է, որովհետև Արսենի հետ շատ լավ համերգներ ենք էլի ունեցել Երևանում եւ Երևանից նաեւ դուրս, ու ասեցի համերգ անենք, ասեց խնդիր չկա, ու մեկ էլ ուղղակի ճանապարհին է արդեն երբ որ գալիս է Երևան, տեսնում եմ որ Արսենը համերգ է դրել ու երկուսով ենք, որովհետեւ միշտ ավելի շատ մարդկանցով ենք լինում մեր լավ ընկեր երաժիշտների հետ, ու ասեց նվագելու ենք Շարլանզնավուր, Բաբաջանյան ու Կոմիտաս։ Ասեցի խնդիր չունենք մենք, ու հիմա պատրաստում ենք լավ ուժերով, լավ հետաքրքիր ծրագիր հավաքենք ու լավ ելույթ ունենանք ամսի 2-ին։ Մենք էլ մեր եթերում նաև կանդրադառնանք ձեր համերգին, վստահաբար շատ լավ համերգ կլինի եւ հուսանք, որ առաջիկայում նոր նման ձեռնարկներ կկազմակերպեք, քանի որ ամեն դեպքում համերգային գործունեությունը առավել աշխուժություն է ստեղծում։ Այո, միանշանակ, որովհետեւ համերգային կյանքը դա մի ուրիշ կյանք է, որը տարբերվում է կոնկուրսային, մրցույթային եւ համերգային կյանքը լրիվ տարբերում են իրարից, երբ որ դու համերգ ես նվագում, դու գիտես, որ համերգի ընթացքում դու ավելի հանգիստ ես ու ավելի էմոցիոնալ կարող ես լինել, իսկ օրինակ մրցույթի ժամանակ լրիվ հակառակ զգացողություններն են, մի քիչ վախ կա, հուզմունք ու գիտես, որ սահմանափակ է այդ ամեն ինչը, որովհետեւ կարող է մի փոքր ավելանես ու ամեն ինչ փոխվի, իսկ այս համերգային կյանքը դա հրաշալի է, երբ որ իրոք կարող ես տալ այն ամեն ինչը որ ուզում ես, իսկ Արսենի հետ պատրաստում ենք տալ մեզ ամբողջովին այդ օրը։ Ուրեմն ամսի 2-ին անպայման պետք է մենք այդ ձեռնարկին ներկա լինենք եւ հավելենք նաեւ մեզ այս պահին դիտողներին, լսողներին, քանի որ նաեւ մեր հայրենակիցներից շատերը, ովքեր այս ընթացքում կլինեն հայրենիքում, անպայման հրավիրենք, մեզ լսում են, դիտում են մերձավոր արևելքի երկրներում, բավականին արվեստասեր հայրենակիցներ ունենք այդտեղ, ովքեր բաց չեն թողնում նման որևէ ձեռնարկ։ Շատ հրաշալի է։ Եվ Արմեն, հայրենիքից դուրս ապրելով Դանիայում, ինչ տվեց Դանիան երաժիշտ Արմեն Պուչինյանին եւ անց մարդ հայ Արմեն Պուչինյանին։ Հասկացա, որ անսահման շատ սիրում եմ իմ հայրենիքը, ինչքան էլ լիքը դժվարությունների մեջով ստեղ անցած լինեմ, մեկը հասկանում եմ, որ մեր Երևանից լավ ուղակի չկա, որպես երաժիշտ մենակ վերելք, էլի աճ, մեծ աճ իմ դասախոսի շնորհիվ, իմ ավելի շատ հնարավորություն ունենալու պարապելու շնորհիվ ու ավելի շատ համերգների շնորհիվ, որովհետև ցավոք մի քիչ բացակայում է այդ կրթության ոլորտը մեր օրինակ կոնսերվատորիայում, որովհետև ընդդեղի կոնսերվատորիայում նրանք նենց համերգներ են կազմակերպում, որ դու արդեն չես հասցնում ուղակի իրանց հետևից, որ երևի ամիսը 4-5 համերգ նվագում էին։ Սա արդեն հենց այդ մշտապես մարզավիճակում պահելու։ Այո, դա շատ ճիշտ բան է, իսկ ցավոք մեր մոտ մի քիչ պակասում է դա դեռ, հուսամ մեզ մոտ էլ կհասնի այդ ամեն ինչը, այդ կրթությունը, որ մեր երաժիշտներն էլ կոնսերվատորիայում ունենանք լավ դահլիճ, ունենանք լիքը համերգներ, լիքը պրոյեկտներ, որովհետև վերջերս Դանիայում արեցին մի հրաշալի պրոյեկտ, Բեթհովենի պրոյեկտներ դա ու
ոնց որ Մարիաննա Շիրինյանի եւ շատ հայտնի թավջութակար Անդրեաս Բրանդելիտի ուսանողները իրար հետ համատեղ համերգ նվագեցին Բեթհովենի բոլոր սոնատները թավջութակի եւ դաշնամուրի համար եւ Բեթհովենի բոլոր վարիացիաները։ Բարձր։ Արմեն, վերջում մեր զրույցի ավարտին մենք առիթ ունենք դարձյալ ողջունելու եւ հրավիրելու մեր հայրենակիցներին ձեր առաջիկա համերգին։ Այո, մեծ սիրով եմ սպասում բոլորիդ։ Իրոք կվայելենք։ Հուսանք, որ նոր համերգներ դարձյալ կլինեն, բարեկամներ հիշեցնեմ, որ օգոստոսի 2-ին է լինելու համերգը Գրականության արվեստի թանգարանում։ Անպայման բաց մի թողեք այս գեղեցիկ առիթը երեկոն Ազնավուրի, Կոմիտասի եւ Բաբաջանյանի հրաշք ստեղծագործությունների ուղղությամբ, տարբեր, սակայն միավորում է երկու երաժշտի։ Դուք այդ երկու երաժիշտներով պետք է 3 մեր մեծություններին ներկայացնեք այդ օրը։ Իսկ Գրականության եւ արվեստի թանգարանն այն վայրն է, որտեղ իսկապես կարող ենք ներկայացնել բոլորին այստեղ են մեկ տեղում, այո։ Բոլորն այստեղ են եւ մենք այդ օրը իսկապես լավ առիթ ենք ունենալու գեղեցիկ երաժշտական երեկո վայելելու։ Ստեղծագործական հաջողություններ եմ ցանկանում ձեզ եւ երբ Հայաստանում լինեք դարձյալ կհանդիպենք, որովհետեւ շատ արագ է ձեզ մոտ իրադարձությունները զարգացումը տեղի ունենում, մենք ընդամենը 1 ամիս առաջ էր։ 1 ամիս առաջ։ Մենք այս 1 ամսվա մասին խոսեցինք, մի քիչ էլ նախորդող 23 տարիների մասին, բայց ինչ եղավ։ Շնորհակալություն, մինչ հանդիպում, բարեկամներ հիշեցնեմ, որ այսօր իմ զրուցակիցն էր դաշնակահար Արմեն Պուչինյանը, այս պահին մեր զրույցի ավարտին մենք դարձյալ 1 կատարում պետք է վայելենք Արմեն Պուչինյանի կատարումներից։ Ես Վահագն Զաքարյանն եմ, հանդիպելու ենք հաջորդ չորեքշաբթի վանաձայնի եթերում, հաջողություն։